911 Արևիկ ռադիոկայանի եթերում 911 հաղորդաշարն է, ես Տաթևիկ Շատյանն եմ, բարի օր։ Սիրելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք ձմռանը բնորոշ մեկ այլ վտանգավոր երևույթի ձնահոսքի մասին։ Իմ հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարարծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ, որ սիրով եք մասնակցում հաղորդմանը եւ համոզված եմ, որ այսօր շատ օգտակար խորհուրդներ ենք լսելու ձեզնից։ Խոսելու ենք ձնահոսքի եւ դրանից բխող վտանգների մասին։ Սկզբում փորձենք հասկանալ, թե ինչ երևույթ է ձնահոսքը եւ որ դեպքերում է այդ երևույթն առաջանում։ Ձնահոսքը դա հետևանք է ձյան մեծ քանակությամբ կուտակումների թեք լանջերին, երբ ձյան ծանրության ուժի ազդեցության տակ դեպի ներքև տեղափոխող ուժը ավելի մեծ է, քան շփման ուժը։ Այս դեպքում ձյան մեծ քանակություն սահում է ներքև շատ մեծ ուժով եւ կարող է ավերել բացարձակապես ամեն ինչ, ինչ որ կա ներքևում։ Շատ վտանգավոր երևույթ է։ Ձեր ուղեցույցներից մեկում դուք ձնահոսքի մի քանի տեսակ եք առանձնացնում։ Խնդրում եմ նշեք այդ տեսակները եւ բացատրեք, թե ինչով են դրանք տարբերվում մեկը մյուսից։ Գիտեք, ընդհանրապես երբ որևէ բան մենք ուզում ենք դասակարգել, տեսակները հասկանալ, պետք է ասենք ըստ ինչ ցուցանիշների ենք մենք դասակարգում։ Օրինակ, տվյալ դեպքում, եթե մենք նայենք, թե շարժումը ինչի հետևանքով է լինում, դրանով դասակարգենք, ապա կարող ենք ասել, որ նրանք լինում են գծային եւ կետային։ Գծային ինչ է նշանակում, որ տախտակների նման, կարծեք գծեր լինեն, տախտակների նման է տեղի ունենում շարժումը։ Իսկ տախտակների նման տեղի է ունենում, դա արդեն նշանակում է, որ նա կարող է լինել միայն ձնային, կարող է լինել սառցային, կարող է լինել սառցաձնային, այսինքն շերտեր են փաստորեն, ձյան շերտեր, որոնց միջև կարող են լինել սառցե հատվածներ եւ այդ սառույցի հատվածի վրայով տախտակի նման ինքը սահի։ Պարզապես սահողը կարող է լինել մաքուր ձյուն, կարող է լինել մաքուր սառույց եւ կարող է դրանց խառնուրդը լինել։ Սա գծայինն է իր տեսակներով։ Կետայինը դա նշանակում է, որ ինքը չի ստեղծել այդպիսի շերտեր, դրա համար ենք ասում կետային, նա էլ կարող է լինել չոր կամ թաց։ Չոր է համարվում այն դեպքում, եթե ձյան մեջ խոնավությունը քիչ է եւ ձյան այդ մասնիկները իրենք արդեն մեկը մյուսի վրա շարժվում են։ Դա չոր ձնահոսքերն են, իսկ թաց ձնահոսքերը, երբ ձյան շերտերի միջև կա թաց ջուր կա, ջուր է ծծված եւ ջրի պատճառով ինքը խոնավացած է ու կարող է այդպես թաց շերտը սահել ներքև։ Ամեն մեկը ունի իր առանձնահատկությունները եւ իր վտանգավորությունը։ Եվ որ տեսակն է ավելի վտանգավոր։ Գիտեք, վտանգավորության մասին եթե մենք խոսենք, քիչ հետո երբ որ պարամետրերի մասին խոսենք, այն ժամանակ մենք կասենք, որտեղ ցուցանիշներից է կախված, բայց արագությունների տեսանկյունից եթե մենք խոսենք, ապա չորի դեպքում, երբ որ ինքը չոր տեսակն է, ձյան շարժման արագությունը կարող է հասնել մինչև 400 կմ/ժ, 450 կմ/ժ։ Միջին արագությունը կազմում է մինչև 250 կմ/ժ։ Դա նշանակում է, որ ինքը բավականին վտանգավոր կլինի, որտեղ ձյան զանգվածը պատկերացրեք 400 կմ/ժ արագությամբ շարժվի ներքև, ինքը ինչպիսի հարվածի ուժ կարող է ունենալ։ Իսկ թացի դեպքում մաքսիմում հասնում է մինչև 70 կմ/ժ արագությամբ, շատ հազվագյուտ կարող է լինել, որ հասնի 250 կմ/ժ արագության։ Իսկ 250 կմ/ժ արագությունը չորի համար, դա միջին արագությունն է ձյան շարժման։ Այս արագությունից կախված կլինի եւ արագությունից եւ մի քանի այլ պարամետրերից իհարկե կախված կլինի հարվածի ուժը։ Իսկ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ձնահոսքը եւ ինչ կարող է տեղի ունենալ, եթե մարդիկ անտեղյակ են դրա մասին եւ ընդհանրապես ինչ է կատարվում այդ պահին բնության մեջ։ Գիտեք, ձնահոսքը շատ վտանգավոր է մարդկանց կյանքի համար, որտեղ ձնահոսքի հետևանքով շատ զոհեր են լինում եւ իհարկե երբ մարդը մնում է ձնահոսքի տակ։ Բացի դրանից ձնահոսքը ավերում է բնակավայրերը, կարող է պարզապես տները հավասարեցնել հողի,
հատկապես փայտյա տները, որոնք անտառային հատվածներում, լանջերում բավականին շատ են կառուցված լինում, այն կարող է փակել ճանապարհները, ինչպես օրինակ Լարսի ճանապարհը մենք ձմռանը մեկ-մեկ լսում ենք, որ ինքը փակ է ձնահոսքերի պատճառով, բնականաբար ձնահոսքը տեղի է ունենում, ժամանակ է անհրաժեշտ այդ ձնահոսքից մաքրելու համար եւ վտանգը վերացնելու, որտեղ կարող է ձնահոսքը մաքրենք, նոր ձնահոսքի վտանգ առաջացնենք, դրա համար ինքը բավականին երկար է տևում։ Բացի այդ ենթակառուցվածքներին կարող է վնասել, որտեղ եթե այդ հատվածներում մենք ունենք էլեկտրահաղորդման գծեր, ջրամատակարարման գծեր, գազամատակարարման գծեր եւ այլն, այս բոլորը կարող է շարքից հանել։ Ինքը կարող է առաջացնել խցանումներ, վթարային իրավիճակներ եւ այլն, բավականին վտանգավոր երևույթ է ինքը։ Ձնահոսքի վտանգավորությունը պայմանավորված է մի շարք պարամետրերով։ Օրինակ, այն պայմանավորված է ձյան խտությամբ։ Ձյունը կարող է խիտ լինել, կարող է ձյունը նոսր լինել։ Օրինակ, եթե ձյունը խիտ է, ասենք 1 մետր խորանարդ ձյան մեջ մենք ունենք 300 կիլոգրամ։ Սա բավականին լուրջ թիվ է, որտեղ դա նշանակում է 1 մետր խորանարդ ձյունը եթե գալիս է ու պատկերացրեք գալիս է 300 կիլոմետր/ժ արագությամբ ու ինքը 1 խորանարդի մեջ 300 կիլոգրամ է գտնվում, այդպիսի 300 կիլոգրամով այդ արագությամբ հարվածի ինչ-որ բանի, ինչ կարող է տեղի ունենալ։ Հետևաբար մենք պետք է մտածենք նրա այդ խտության մասին, իսկ այդ խտությունը կարող է հասնել մինչև 500 կիլոգրամի 1 խորանարդի մեջ։ Ինչպիսի ծավալով է ինքը շարժվում, որտեղ ծավալը շատ կարևոր է, այդ ծավալն էլ բաժանենք մետր խորանարդների, կպատկերացնենք, թե ինչ կարող ենք մենք ունենալ, օրինակ ասենք Ալպերում լինում են դեպքեր, որ մինչև 100,000 խորանարդ մետր ձյուն է գալիս, պատկերացնում եք 100,000 խորանարդ մետրի մասին ենք խոսում, որը կարող է ամեն ինչ ավերել։ Այն արագությունը, որի մասին ես խոսեցի, կան հարվածող ուժեր, օրինակ եթե հարվածող ուժը 1 մետր խորանարդի վրա 3 տոննա է, դա բավականին փոքր ձնահոսքի մասին եմ խոսում, ապա այն կարող է փայտյա տնակը ավերել։ Իսկ եթե 50 տոննա լինի 1 մետր խորանարդի վրա, ապա այն կարող է պարզապես ծառը տապալել, այսինքն ծառի մակերևույթը մեծ չի, որին հարվածում է ձյունը, բայց քանի որ 50 տոննա է 1 քառակուսի մետրի վրա, ինքը կարող է պարզապես ծառերը տապալել, հետևաբար կարող են հողին հավասարեցնել բնակավայրերը։ Բացի դրանից խոցող գործոններից է ձյան բարձրությունը, որտեղ մինչև 15 մետր կարող է ձյունը բարձրություն ունենա։ Պատկերացրեք մարդը մնացել է ձնահոսքի տակ եւ այդ ձնահոսքը ունի 15 մետր բարձրություն։ Սա պարզապես արդեն պետք չի ասել, թե ինչ կարող է մարդու հետ լինել, եթե ինքը չիմանա իրեն ինչպես պահել։ Արագությունը, խտությունը, հարվածի ուժը, երկարությունը, թե ինչ երկարությամբ է ինքը եկել, լանջի թեքությունը, որտեղ դրանից կախված կլինի նրա արագությունը, հարվածի ուժը, ինքը բավականին լուրջ խնդիր է եւ մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ իմ հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, այսօր 911-ում խոսում ենք ձնահոսքի մասին։ Պարոն Մաթևոսյան, ձնահոսքը միանգամից է սկսվում, թե աստիճանաբար եւ ինչպես պետք է հասկանանք, որ հնարավոր է ձնահոսք տեղի ունենա։ Գիտեք, առաջին հերթին պետք է իմանալ, որ եթե մենք անցնում ենք լեռնային հատվածով եւ լեռան լանջերի թեքությունը մոտավորապես աչքաչափով եթե մենք տեսնում ենք, պետք է իմանանք, որ ձնահոսքի հավանականություն հաստատ կա։ Հետևաբար մենք պետք է ունենանք պահելաձևի որոշակի վարքականոններ ձնահոսքի տարածքում գնալու համար։ Ընդհանրապես ինչից են ձնահոսքերը ծագում, երևի մի քիչ դրանից խոսեմ, որ կարողանամ դա ասել։ Դա ձյան մեծ քանակությունն է եւ ձնահոսքը կարող է ծագել այնինչ ասացի բնական ճանապարհով, եթե եկավ ձյան քանակությունն ավելացավ, կշիռը մեծացավ եւ այլն գնաց, սա պարզ է, բայց կարող են ազդակներ լինել, որոնց պատճառով տեղի ունենա ձնահոսք, ինքը կուտակված է, հասել է կրիտիկական մասին, բայց դեռ չի անցնում, բայց կարող են արհեստականորեն այնպիսի պայմաններ ստեղծվեն, որոնք որ բերեն ձնահոսքի առաջացման, օրինակ ասենք կարող են երկրաշարժեր առաջացնել, կարող են փլուզումներ
առաջացնել, քարաթափումներ առաջացնել լեռան լանջերին, այլ վայրերում, որոնց կարող են ձայներ առաջացնել, ձայները, քամիներ չէ, ձայները շատ վտանգավոր են, դրա համար ակուստիկ երևույթները իրենք կարող են ձնահոսքեր առաջացնել եւ դրա համար էլ այդպիսի վայրերում օրինակ չի թույլատրվում բարձր գոռգոռալով խոսել, որտեղ նման ձայներից կարող են առաջանալ տատանումներ, այո, եւ եթե կրիտիկական մասին է հասել, նա կարող է պատճառ դառնալ նման ձնահոսքերի շարժման, հետեւաբար նման տեղերում պետք է իմանալ ինչպես իրենց պահել։ Շարժման ժամանակ ինչ ձևով ենք մենք շարժվում։ Արդյոք մենք լանջը կտրում ենք այնպես, որ ներքևի մասում կարող ենք առաջացնել նման պայմաններ, թե լանջը այնպիսի թեքությամբ ենք կտրում, որ դեպի ծանրության ուժի նման փոփոխություններ տեղի չունենան։ Սրանք լուրջ խնդիրներ են։ Պարոն Մաթեոսյան, ձնահոսքը միանգամից է սկսվում, թե աստիճանաբար եւ ինչպես պետք է հասկանանք, որ հնարավոր է ձնահոսք տեղի ունենա։ Ձնահոսքը սկսվում է միանգամից եւ շատ մեծ արագությամբ նա կարող է շարժվել։ Դրանից փախչել պարզապես իմաստ չունի, պետք է իմանալ ինչպես պահել, ինչպես պետք է մարդը իրեն պահի ձնահոսքի մեջ։ Քիչ հետո կանդրադառնանք դրան, իսկ եւ այսպիսի մի հարց, իսկ Հայաստանում հաճախ են ձնահոսքեր լինում եւ հատկապես որ տարածքներն է դա բնորոշ։ Գիտեք, մենք գրեթե չունենք որևէ տարի, որ ձնահոսքի երևույթ չունենանք։ Եվ վերջերս էլ բավականին ամեն անգամ զոհ ունեցել ենք։ Օրինակ Արայի լանջում 18 թվականի հունվարին տուրիստական փոքրիկ խումբեր արշավախմբի նման մի բաներ ձնահոս տեղի ունեցավ, մեկ զոհ տվեցինք եւ 2 վիրավորներ տվեցինք։ Անցյալ տարի մենք զինվորներ կորցրեցինք ձնահոսքի հետևանքով Սյունիքի մարզում։ Դրանից առաջ կորցրեցինք Գավառի կողմերը Գեղարքունիքի մարզում։ Այս տարի ցավոք սրտի մենք նորից ունեցանք հունվարին ձնահոսքից զոհ զինվորների մեջ ունեցանք Ամասիայի շրջանում, այսինքն որտեղ մենք ունենք լեռնային, իսկ մենք շատ լեռնային հատվածներ ունենք, այդ լեռնային հատվածներում այո, մենք Հայաստանում ունենք բավականին շատ ձնահոսքի վտանգավոր վայրեր։ Այսինքն այս երևույթը անկանխատեսելի է, օրինակ ես այդպես հասկացա։ Կանխատեսելի է, եթե մենք հետևում ենք եղանակի տեսությանը, եթե մենք հետևում ենք խորհուրդներին, երբ ասում են այսինչ հատվածում զգուշ եղեք ձնահոսքի վտանգ կարող է լինել, բայց մենք գիտենք, որ մի քիչ լավ չենք պատկերացնում ինչ է վտանգը, անպայման պիտի հայտնվենք երևույթի մեջ, նոր համարենք, որ վտանգը կա, իրականում կարող է երևույթը չառաջանալ, բայց վտանգը լինի։ Այ եթե մենք հասկանում ենք, որ դեռևս ձնահոսք երևույթը չի առաջացել, բայց ձնահոսք երևույթի վտանգ կա, մենք կարող ենք այնպես անել, որ նա չառաջանա։ Դուք ասացիք, որ ձնահոսքը կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ, ինչ անել, որ չդառնանք դրա զոհը։ Նախ ամենակարևորը վտանգի վերացումն է, որտեղ եթե մենք ձնահոսքերի դեմ պայքարի խնդիրները նայենք, կտեսնենք, որ ունենք 2 տարբերակ, կոչվում են ակտիվ եւ ակտիվ ազդեցություն եւ пассив ազդեցություն։ Ակտիվ ազդեցությունն այն է, որ արհեստականորեն առաջացնում ենք մենք ձնահոսք։ Մենք օրինակ ասենք, գիտենք, որ այսինչ վայրը ձնահոսքի վտանգավոր վայր է։ Մենք կարող ենք պայթյունների միջոցով օրինակ առաջացնել ձնահոսք։ Ընդ որում, պայթյունը պարտադիր չի, որ արկը գնա պայթի։ Կարող է արկը պայթող արկ չլինի, բայց այդ ձայնը ակուստիկ ձայնից մենք բերենք կատարենք ձնահոսքի այդպիսի շարժում իրականացնենք, այսինքն մենք կարող ենք արհեստականորեն իրականացնել շարժում։ Եթե ակուստիկ միջոցով դրա համար ասացի, որ քայլելու ժամանակ պետք է բարձր չխոսել, հավասարաչափ չքայլել, օրինակ հավասար քայլելու ժամանակ ոտքերի հարվածներից կարող են ռեզոնանսային երևույթներ առաջանալ։ Ինքը շատ է, նման վայրերում չի կարելի շարային քայլով օրինակ գնալ։ Զինվորները իրավունք ունեն 1-2 այս ձևով քայլել, որտեղ այս դեպքում կարող են առաջանալ ռեզոնանսային երևույթներ։ Հետևաբար ամենակարևորը դա արհեստականորեն իրենց կատարելն է, որ գա մաքրենք ճանապարհները, ինչ որ կա, մարդիկ շարունակեն իրենց անվտանգ կյանքը ապրել։ Սա իհարկե ամենալավ եղանակն է։ Պասիվ եղանակը այն է, որ կարող ենք մենք խոչընդոտներ դնել ձնահոսքի վտանգավոր վայրերում, որ ինքը գա այդ խոչընդոտների վրա կանգնի, կարող ենք այնպիսի բաներ դնել, որ ձնահոսքը բաժանվի մասերի,
եւ ինքը ուժը մենք թույլատնենք, սրանք ոչ ակտիվ մեթոդներ են, սրանք пассив մեթոդներն են։ Ինչու եմ դա ասում, որտեւ ձնահոսքի տեսակներ կան օրինակ, որոնք կապված են իր շարժման բնույթի հետ։ Ասենք ձնահոսք կա, որ ամբողջ մակերևույթով է շարժվում, կոչվում է մակերևույթային ձնահոսք։ Ձնահոսք կա, որ ինքը կոչվում է թռիչքաձև ձնահոսք, ինքը թռչում է ամեն մի խոչընդոտի վրայով, միևնույն է ճանապարհը չի փոխում։ Եվ կան ձնահոսքեր, որոնք շարժվում են ռելիեֆի մակերևույթով, ասենք ձորը սկսում է թեքվել էս կողմենքով, մի քիչ ձորով թեքվելով կարող է գնալ։ Հետևաբար, երբ մենք նախապես ուսումնասիրում ենք, թե որ տեսակն է, այդ տեսակից ելնելով էլ կարող ենք մենք նրա դեմ պայքարի միջոցները գտնել։ Իսկ կարող եք խոշոր ձնահոսքերի մի քանի օրինակներ բերել աշխարհում, նաև Այո, Հայաստանում։ իհարկե, եւ տեսեք 99 թվականին Ալպերում տեղի ունեցավ այդպիսի խոշոր սողանք, ձնահոսք ներողություն, որը որ ոչնչացրեց 5 տուն ընդհանրապես հողին հավասարեցրեց եւ 26 այլ տներ ինքը ոչնչացրեց։ Փաստորեն դա եկավ մի փոքրիկ գյուղի վրա եւ գրեթե այդ գյուղի այդ տները ինքը ավերեց, 26 հոգի զոհվեց։ 50 տարի առաջ Շվեյցարիա եւ Ավստրիայի միջակայքում Ալպերում տեղի ունեցավ այդպիսի մի սողանք, որը ցած սահեց 100,000 տոննա ձյուն եւ այս ձնահոսքի ժամանակ զոհվեց 265 մարդ։ Սա համարվում է աշխարհի 5 սողանքներ, 5 ձնահոսքերից 5 խոշոր ձնահոսքերի մեջ է մտնում։ Օրինակ մենք նայում ենք Ալյասկայի վերաբերյալ ֆիլմեր, տեսնում ենք դե ձյուն է բոլոր տեղերում, ինչ լավ է, մարդիկ սահում են բան, բայց միայն Ալյասկայի տարածքում տարեկան 100,000 ձնահոսք է տեղի ունենում։ Այդպիսի ձնահոսքեր են տեղի ունենում բավականին շատ նաև հյուսիսային Ամերիկայում, Կանադայի հյուսիսային մասերում։ Դրա համար կան վայրեր, որոնք խիստ ձնահոսքի վտանգներ ունեն ու բավականին շատ ձնահոսքեր են տեղի ունենում։ Այս տեսակետից Հայաստանում ձնահոսքերի թիվը շատ չէ, բայց իրենք առկա են եւ մենք ցավոք սրտի ամեն տարի գրեթե զոհեր ենք ունենում, երբ մենք կարող ենք պայքարել այդ ձնահոսքերի դեմ, հատկապես եթե հասկանանք, որ ինքը այդքան էլ շատ չէ, էլի, մենք կարող ենք արհեստական ձնահոսքեր առաջացնել։ Իսկ երբ արդեն դեպքը տեղի ունեցել, ինչպես պետք է պաշտպանվել կամ օգնել տուժածներին, առաջին օգնությունը որը պետք է լինի։ Տեսեք, շատ կարևոր է ինքնօգնությունը։ Մարդը ինչպես է իրեն պահում։ Նախ, եթե նա անցնում է ձնահոսքի վտանգավոր տարածքով, պետք է ինքը պատրաստված լինի այդ ձնահոսքին։ Այսօր գոյություն ունեն ուսապարկեր, որոնք իրենց մեջ պարունակում են փչովի տարբեր իրեր։ Ինքը ավտոմատ է փչվում։ Հենց որ ձնահոսքի տակ է մնում, ընդհանրապես մի թելիկ է քաշվում եւ ինքը փչվում է, այդ դեպքում երբեք ձյան տակ ինքը չի մնում, անընդհատ գտնվում է ձյան երեսին։ Այսպիսի ուսապարկեր կան, բայց մենք արդյոք մտածում ենք, որ կարելի է ունենալ այդպիսի ուսապարկ։ Եվ եթե չկան, Եթե չկան, ժապավեններ պետք է ունենալ, որ այդ ժապավենները դեղին կարմիր գույնի ժապավեններ են, որոնք որ մնում են ձնի վրա, այսինքն մարդը կարող է ձնի տակ լինի, բայց իր վրա փաթաթված ժապավենը լինի ձյան, որ գոնե տեղը ասվի, թե ինքը որտեղ է գտնվում, որ կարողանան մարդուն հանել։ Եթե մարդը հայտնվում է ձյան հոսքի մեջ, ինքը պետք է իրեն այնպես պահի, ինչպես ջրում գտնվելու ժամանակ, նույն շարժումները պետք է կատարի եւ վերջում արդեն բռունցքներով պահի իր դեմքին բռունցքները, որի շնչառությունը շնչառական օրգանները քիթը կարճ ասած պահի այնպիսի վիճակում, որ կարողանա օդ շնչել եւ որոշակի տարածք պահի իրենից առաջ կծկվի վերջում ու այդպես կարողանա իրեն պաշտպանել մինչեւ որ կգտնեն ձնահոսքի մեջ։ Հիմնականում պահելաձևն է այս ջրի մեջ լողանալու վարժություններ կատարել ձյան մեջ եւ վերջում կարողանա ծնկները ծալել ու դեմքը պաշտպանել դրանից, որ ձնահոսքը շնչառական օրգանների մեջ ձյունը չհայտնվի։ Ինչ վերաբերում է օգնությանը, ես միշտ ասել եմ, որ պետք է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել տուժածի հետ։
որտեվ եթե չգիտես տուժածի հետ ինչ է տեղի ունեցել, առաջին բժշկական միջամտություն կատարել չի կարելի։ Դրա համար էլ առաջին հերթին պետք է տեսնել գիտակցություն ունի, չունի, եթե գիտակցություն չունի, միջամտել էլի չի կարելի, պետք է անպայման զանգահարել եւ ցույց տալ նման օգնություն։ Իսկ մյուս դեպքերում սովորական ինչպես ձների ժամանակ սառած, մրսած եւ այլն այս նույն վարժանքներն են կատարում մարդկանց օգնելու համար։ Եվ իմ ավանդական հարցը՝ չի կարելիների շարք, ինչ չի կարելի անել ձնահոսքի ժամանակ։ Չի կարելի ձնահոսքի ժամանակ չէ, ձնահոսքի վտանգավոր տարածքներում աղմուկով անցնել չի կարելի։ Չի կարելի շարային հավասար քայլերով անցնել չի կարելի։ Չի կարելի լանջը կտրել հորիզոնական այն մասերից, որտեղ որ ձնահոսքի այդպիսի վտանգներ կան։ Եվ հետաքրքիրը ինչն է, ես ձեզ ասեմ, նույնիսկ ձնահոսքի ժամանակ ձյան կտրվելու ձայն է լսվում, պետք է ուշադիր լինել։ Ոնց որ մի բանով այսպես ձյան կտրվելու ձայն լսվի, բայց դեռ հոսքը չկա։ Պետք է ուշադիր լինել եւ չշարունակել։ Եթե այդպիսի ձայն հանկարծ լսվեց, պետք է հասկանալ, որ ինչ որ միտեղ կտրտման process է տեղի ունենում եւ պետք է դուրս գալ այդ հատվածից։ Այնպես որ շատ տարբերակներ կան, պարզապես պետք է երևույթը ճանաչել։ Ու ամենակարևորը ուշադրությամբ, եթե դուրս են գալիս արշավի կամ նման բաների, ապա անպայմանորեն հաշվի առնել եղանակի վերաբերյալ տեղեկությունները եւ այդ վտանգավոր հատվածները պահել ուշադրության կենտրոնում։ Եվ ունենալ նաեւ պաշտպանիչ սարքեր։ Այդ արդեն ասեցինք, այս ուսապարկը եթե Հայաստան մտնի, դա հրաշք տեղի կունենա, շատ լավ կլինի։ Հուսանք, որ մի օր կունենանք։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ 911-ի հարգելի ունկնդիներ, կարող եք նաև դուք մասնակցել ձեզ հետաքրքրող հարցերով։ Գրեք մեզ Facebook-յան էջում կամ զանգահարեք ռադիո Արևիկ 55 2172 113 հեռախոսահամարով։ Ձեզ հետ Աթևիկ Շատյանն էր, կհանդիպենք։ 911